Կողքի անձեր են հանգություն, տարիներ գնարվեցի, պատանի մեզ դարձրեցի, ես ու դու ունի պատմություն, իմ ու քո դրած երջանկություն, հարազատի ջանի, ուրախակ են երջանի։ Ես ինչ եղա։ Նոր իմացա, որ կարգը փոխվել է, թողանվեց ինձ անգենենք։ Հաստատ։ Հա։ Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ լավագույնը, թող ձեր նոր կյանքի դռները բացել լայնորեն, թող ձեր նոր կյանքի ճանապարհները լցված լինեն հաջողությամբ ու անսահման հնարավորություններով, թող ձեր երազանքները միշտ վերածվեն իրականության, անում եմ ձեզ այժմի փոխարինողներ լինել։ Իսկ հիմա ուրեմն իրենց համայնքով ու անկրկնելիությամբ կլցնենք գյուղում միակ դպրոցում տարբերվող արկածախնդի ու յուր օրինակ Փանիկի միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Հասանի լուրջ ու պատասխանատու աղջիկն է, ում անունը լիարժեքորեն բնութագրում է տեսակը, Դասանի սիրուն ավագ համեստը։ ամենասիրելի աշակերտը, աշխատացե ու խելացի Գևորգը։ Մեր միշտ բացակամ Ռուբենը։ Մեր դասարանի նրբիկ աղջիկն է, պատրաստ է լսել և աջակցել բոլորին։ Իր գեղեցկությամբ և անկրկնելի ժպիտով մեր Աննան։ Նա ունի շատ պարզանում, այս բոլորը հոլովում են այնպես, ինչպես ցանկանում են։ Չի զիջում նա Հայկին, միշտ մունակ մեր Մարինան։ Դասարանի ամենաուժեղ ու լուրջ տղան է, ում աշխարհագրության գիտելիքները զարմացնում են։ Մշտապես բոլորին օգնող ու կառավարելուց իր կողոշխված մեր Սիմոնն է։ Մեզ գասունքային աղջիկն է, ով անգամ կարողանում է ամենալուրջ վայրին իր նրբանկատ կատակներով հետևացնել մթնոլորտը։ Բոլորին հասկացող ու ճիգարով մեր Մերին է։ Մերուով ակտիվ տղան է, ում հումորները միշտ բոլորիս ուրախացնում են։ Նրա ապակա համով բիզնեսը բոլորիս ամենասիրելին է։ Մեր Սիմոս Էթրակն է։ Մեր կենսուրախ ու պայծառ աղջիկն է, ով միշտ ման է գալիս տիկնաբաներով ու կռվում բոլորի հետ։ Մեր կանաչաչյա Սեդան է։
տաղանդավոր նկարչուհի Նադյան է։ Ես Սերյանի ժամին մշտապես գրատախտակի մոտ կանգնած մաթեմատիկայի գերի ու միշտ ինչ-որ տեղ շտապող մեր արագաշարժ Մարիամն է։ Մեր դասարանի սուսիկ-պուսիկ աղջիկն է, ով ուսուցիչների համար համեստության օրինակ է։ Մեր սիրուն Աննան։ Մեր դասարանի խելացի տղան է, ով իր դիմաց եղող բոլոր ուղիներից ընտրեց ամենաբարդը, մեր ապակա բժիշկ Հակոբը։ Մեր շփող ունկերասեր աղջիկն է, ում ձայնը ցնցեց ամբողջ դպրոցը, ում առանձնահատուկ տաղանդը զարդարում է մեր բոլոր միջոցառումները։ Մեր երգչուհի Ժենյան է։ Մեր դասարանի տիտիզ աղջիկն է, ում խոսքի հիմնական թեման պատմությունն է։ Մեր մեյքափ արտիստ Հայկանուշն է։ Մեր կանտրահեր աղջիկն է, ով ընկեր Դավեյանի աջ ձեռքն է, ու մեր դասարանի լուսանկարիչը, խենթ ու խելառ հումորներով մեր դժոտ Ռոզան է։ Դասարանի միշտ ներկա աղջիկն է, ով միշտ պատրաստ է գրականության դասին ու գիտի ավելի շատ բանաստեղծություն, քան գրողները։ Մեր շատախոս Նելին է։ Մեր դասարանի լրատյաց տղան է, ում ձայնը այդպես էլ բոլորիս անհայտ մնաց։ Մեր դասարանի Սուսուպուս Վարդգեսը։ Մեր դասարանի սիրունիկ աղջիկն է, ով շատ սիրեց գերմաներենը, իսկ նրան շատ սիրեցին գերմաներենի ուսուցիչները։ Մեր խելացի Անին։ Մեր բարձրացած տղան է, ումից ինչ-որ բան ուզելը չափազանց մեծ խնդիր է, որովհետև նա միշտ քնած է։ Մեր մեխանիկ Գրիգորն է։ Մեր գոյով աղջիկն է, ով ընտրեց բանասիրության ուղին ու դարձավ ընկեր Ասրտելյանի սիրելի։ Մեր լեզվաբան Անին։ Մեր դասարանի Արտուս Հարկի սիրահարն է, ում հեռախոսը էքսկուրսիաների բոլորիս ֆոտոապարատն է։ Մեր խելացի Նարեկն է։ Մեր ճստիկ-պստիկ աղջիկն է, ում հումորները բացառիկ են, և ում տաղանդը շուտով տեսնենք հեռուստացույցով։ Մեր դերասանուհի Վալենսինը։ Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Այսօր ուսուցիչ եւ հիշարժան օր է։ Մեր դպրոցական կյանքի վերջին ցանկի հնչյունները ազդարում են մի կարևոր շրջափուլի ավարտը եւ նոր անսահման հնարավորություններով լի ճանապարհի սկիզբը։ Տարիների ընթացքում մենք ոչ միայն ստացանք գիտելիքներ, այլև ձևավորեցինք մեր անհատականությունը։ Գտանք ընկերներ, հաղթարեցինք դժվարություններ ու ձեռք բերեցինք անմոռանալի հիշողություններ։ Դպրոցն այն վայրն է, որտեղ երազեցինք, ձգտեցինք ու հասկացանք, որ յուրաքանչյուր դժվարություն միայն անդրադառնում է կամքն ու նպատակասլացությունը։ Այսօր մեր առջև ասում են նոր հորիզոններ, և մենք կանգնած ենք մեծ աշխարհի շեմին։ Շնորհակալ ենք, որ այս կարևորագույն օրը մեր կողքին եք և կիսում եք մեզ հետ մեր հույզերը։
Քանի որ նախարարության կողմից սահմանված է մշակութային վերջին զանգ, այդ պատճառով մենք փորձել ենք մշակութային տարերի երկի ու բարի միջոցով ներկայացնել այն արժեքները, որոնց հանդեպ սեր ու հարգանք եք սերմանել մեր մեջ այս 12 տարիների ընթացքում։ Ծնող, ուսուցիչ, դպրոց, ընկեր, հայրենիք։ Դե ինչ, ազդարում ենք մեր անմոռանալի Շնշող օրվա վերջին զանգի սկիզբը։ Այսօր մեր կյանքի կարևորագույն օրերից մեկն է, վերջին զանգը, որը ազդարարում է դպրոցական մի ամբողջ շրջանի ավարտը։ Սա մի պահ է, երբ հայացք ենք նետում դեպի անցյալ, իր հիշողություններով, ժպիտներով ու դասերով, և միաժամանակ վստահորեն առաջ ենք նայում դեպի նոր անծանոթ ճանապարհներ։ Սիրելի դպրոց, դու մեր մանկության երկրորդ տունն ես, հայեցած հիշողություններով, ամբողջ դասամիջոցներով, առաջին ընկերություններով ու հաջողություններով։ Դու մեզ ընդունեցի այն ժամանակ, երբ ձեռքերս մեր փոքր էին, իսկ աչքերը մանակից կույս, և կոտա պատերի ներսում անցկացրին կյանքի ամենանուրբ տարիները։ Շնորհակալություն մեր դպրոցին այսքան տարի մեզ հարազատ տանիք լինելու, մեզ կրթելու, մեծացնելու և մի ամբողջ ընտանիքի զգացողություն տալու համար։ Mais moi je t'aime pour la première fois. Mais
ոգևորել մեզ, որ չշփոթվենք, խոսենք գրագետ ու խելացի։ Դուք դրանից ավելի եք ուրախանում եւ ոչ միայն այն բանի համար, որ այս խոսքերը ձեզ է ուղղված, այլ նրա, որ մենք մեծացել ու դարձել ենք ահա այսպիսին։ Ուրեմն ի պատասխան դրա, ընդունեք մեր խոնարհումն ու սերը ձեզ։ Սիրելի գերմանիկներ, այսօր մի առանձնահատուկ խորհուրդ ունի նաև ձեզ համար։ Մենք ձեր առաջին դասարանցիներն ենք, ու դարձան ձեր առաջին շրջանավարտները։ Շնորհակալ ենք, որ մեր դպրոցական կյանքը պարզապես սովորել է գործընկեր չդարձրիք, այլ այն լեցրիք հոգատարությամբ, ջերմությամբ և անմոռանալի պահերով։ Դուք մեզ համար միայն ուսուցիչ չեք եղել, այլ նաև ծնող, ընկեր և գործատու, ովքեր միշտ պատրաստ են աջակցել, լսել և ուղղորդել։ Սիրելի Գրիգորյան, ձեր շնորհիվ մենք ոչ միայն ձեռք բերեցինք գիտելիքներ, այլև սովորեցինք լինել ավելի համբերատար, ուժեղ ու պատասխանատու։ Ձեր տված դասերը դուրս են գալիս դասագրքերի սահմաններից, որոնք մեզ համար կարևոր դասեր են և մեզ կուղղորդեն միշտ։ Այդպենքի նամեցա հետո և ինիլի Սիրելի ընկեր Ջերուշան, ձեր աշխատանքը արվեստ է, որտեղ համադրում են ուղղաների նրբությունը, գիտելիքի խորությունը և ծնողական հոգատարությունը։ Ով ձեր աշակերտներն են ձեր ամենագեղեցիկ ստեղծագործությունները, իսկ ձեր ամեն օր լցված բարությամբ, ուրախությամբ ու սիրով։ Մենասաման համբերատար Կերնապետյան, դուք մեր դասարանի հոգին եք, մարդ, ով ոչ միայն սովորեցրել, այլև կրթել է անհատներ, ուղղորդել որպես առաջնորդ և եղել է մեր համար լավ ընկեր։ Ձեր շնորհիվ մենք հասկացանք, որ պարտությունը դաս է, հաղթանակը համառության պարկ է, իսկ ամեն մի օրը նոր հնարավորություն ավելի լավը դառնալու համար։ Շնորհակալ ենք ձեր համբերության, սիրո և անսահման մեծ սրտի համար։ Սիրելի ընկեր Մարգարյան, դուք մեզ սովորեցիք սիրել մեր մայրենի լեզուն, հասկանալ ցանկացած ստեղծագործության բովանդակությունը, վերագրելով այն սեփական կյանքին։ Ձեր դասավանդած առարկան մեզ սովորեցրեց, որ մարդը կարող է փոխվել, ինչպես Գաուսում փոխվեց Միքայելը։ Սիրելի Կերասատրյան, դուք սովորեցրիք, որ ինչքան է դժվար ու անանցանելի թվալի։ Ձգներով կարելի է հասնել այդ բաղձալի վերևին, ինչպես հասան ես և Մայ Անտոնիո։ Շնորհակալություն մեզ գրաճանաչից, բանիմաց դարձնելու համար։ Thank you.
բնույթի դժվարին խնդիրներ լուծելու մտություն։ Սիրելի ընկեր Սրբյան, մաթեմատիկան մեզ համար երբեմն թվացել է բարդ ու անծանոթ մի աշխարհ, բայց դուք այն վերածեցիք հետաքրքիր գլուխգործոքի։ Շնորհակալություն անհնարին հնարավոր դարձնելու ավագ նշնչելու համար։ Սիրելի ընկեր Զազյան, դուք մեզ տեղափոխեցիք անցյալի խորքերը, ցույց տվեցիք մեր ազգային արմատները, ծանոթացրիք անցյալի հերոսներին, դրանով իսկ հասկացնելով, որ պատմությունը ոչ միայն անցյալ է, այլև մեր ապագայի հիմքը։ Սիրելի քեզ Սերբայան, դուք մեզ սովորեցիք, որ Արցախը եւ Արարատը վերադարձել է մեր գլխավոր պարտականությունը, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելը եւ մեղավորներին պատժելը յուրաքանչյուր հայ առաջնային նպատակն է։ Շնորհակալություն մեզ ազգային ինտեգրացիոն տալու համար։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են, որ իրական արժեքները, սերը, բարությունը և հավատարմությունը տեսանելի չեն արտաքին տեսքով, այլ զգացվում են միայն սրտով։
Սիրելի Լիզեթանա, դուք ոչ միայն տաղանդավոր ուսուցչուհի եք, այլև ճշմարիտ գեղեցկություն, որը հմայք և նրբագեղություն է բերում դասասենյակին։ Սիրելի ընկեր Վարդանյան, ձեր հանձնարարած Եվգենիանի գիրի պոեմը սովորեցրեց, որ կյանքում չպետք է տրվել հույսերին և ընդունել գիտակցված որոշումներ։ Շնորհակալություն, որ ոչ միայն դասավանդել եք, այլ ներշնչել, որ ամեն բառ ունի իր հմայքն ու արժեքը։ Սիրելի Գերտեգոյան, ձեր շնորհիվ ռուսաց լեզուն մեզ համար դարձել է ոչ միայն գիտելիք, այլև մի ամբողջ աշխարհի գեղեցկությամբ, մշակույթով ու նոր բացահայտումներով։ Սիրելի ընկեր Սարդազարյան, ձեր դասերի միջոցով ոչ միայն սովորեցինք կարդալ, գրել ու խոսել ռուսերեն, այլ բացահայտեցինք մի ամբողջ աշխարհ։ Դաստայևսկու խորը փիլիսոփայությունից մինչև Պուշկինի պոեզիայի կախարդանքը։ Սպասիբը за ваш усердную работу։ Իսկ մեխարիտ բլբուլի պես, դու օսկեր ապրասի նման, ես դի պուտիտ տակը, անցկաց պյանդասի նման, և քեսիտ խոսին ունոսում, շակի իլտիմասի նման, աջայիվ սուրաթի պես, ռանգտ է դուդասի նման։ Ձեր դասերն ապացուցեցին, որ կյանքը հրաշք է, և մենք պետք է սովորենք տարբեր սիրել։ Սովորեցիք, որ առանց բջջի կամ ամուսուտ առանց բջջի սահմանման իմաստության կյանք չկա։ Շնորհակալություն ձեր համբերության, հոգատարության և մեզ դեպի նոր գիտելիքներ առաջնորդելու համար։ Սիրելի ընկեր Մամիկոնյան, դուք մեզ ցույց տվեցիք, թե ինչպես է ամեն ինչ փոխկապակցված,
Ինչպես են պարզ տարերը ձևավորում բարդյութեր և ինչպես կարելի հասկանալ աշխարհի խորությունը ուսումնասիրելով նրա մոլեկուլային կառուցվածքը։ Շնորհակալություն մեզ գիտության հանդեպ սեր ներարկելու համար։ Սիրելի Գերոնտարյան, դուք մեզ սովորեցիք, որ ֆիզիկան պարզապես բանաձևերի ու հաշվարկների գիտություն չէ, հատկյալ կուտեսել հասկանալու բանալին։ Ձեր տված ասերը մեզ սովորեցին, թե ինչպես է ամեն ինչ շարժում, փոխազդում ու փոխակերպվում։ Տեսնենք անդնարին է, ինչպես կարող է արևի փոխարեն դասարանում մեր բարձրաձեռքերը մայր մտնել։ Շնորհակալություն մեզ մտածելու, հետազոտելու և ամեն ինչին գիտական հայացքով նայելու սովորություն տալու համար։ քեզ, տանջում չկնա ուսուցիչ։ Ապրես, հաջորդը Վալենտինա։
Ինչեր ասես, որ չեր արել այս ձեռքերը, Մայթյանի մեջ տղաների երկուսները ոնց են շարել այս ձեռքերը, ու Սևանին ոնց են զարկել այս ձեռքերը, ցուցակայքով ոնց են խփել այս ձեռքերը, ու սուրճոուս կավիճոտված ձեռքերը։ Ես իմ սիրուն Սերոպյանի կրունկների ձայնն եմ սիրում, երբ գտնում եմ դասարան, նրա չափով դեմքն եմ սիրում, ու երբ դասից ուշանում եմ, նրա ջղային ձայնն եմ սիրում։ Ընկեր Նահաբեդյան, Ասա։ կերնի ես եկուս դասի չգա։ Այ տղա, ավտոմատ ռեժիմից դուրս արի, բաղը շապատ է։ Դե կերնի մենք այսօր դասարանով դասից բախնիկ։ Մարդիկ կան ես ասելու իգորից չի լինի, մյուսների մասին էլ մտածեք, 11-ին էլ ձեր հետ տարեք։ Դուք օգնեցիք մեզ հասկանալ, որ ՆԶՊ առարկան ոչ միայն ռազմիկի գիտելիքն է, այլ բոլորի իրավունքներն ու պարտականությունները պաշտպանելու գիտակցությունը։ Ձեր դասերը ոչ միայն ֆիզիկական և մարտական հմտություններ են տվել, այլև սերմանել են հարգանք, հաղթահարություն և անձնական անվտանգության կարևորություն։ Շնորհակալություն մեզ համար մոտ եկել ու հասկացող ուսուցիչ լինելու համար։
Չնայած որ չասերիք նույնիսկ մեր անունները հիշել մեր բարոյների պատճառով։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորեցիք լինել ուժեղ, բայց միևնույն ժամանակ վայել է յուրաքանչյուր պահը։ Չնայած նրան, որ ձեր մեզ դասավանդելու ժամանակ դեռ երեխա ենք, միևնույն է, կարոտով ու իրանությամբ եք հիշում այդ օրերը, ձեր կատակներն ու խմբային երգերը, ձեր անսահման երաժշտական տաղան լուսավորել է մեր մանկական հոգիները, շնորհակալություն մեր մանկությունը երաժշտությամբ լցնելու համար։ Գտնում պատասխաններ ու բացում նորեջեր մեր կյանքում։ Դուք մեզ սովորեցիք, որ ամեն գիրք իր մեջ մի ամբողջ աշխարհ է պարունակում և ուղղորդեցիք ճիշտ ճանապարհով դրանք բացահայտելու։ Շնորհակալ եմ ձեր անսահման սիրո, հոգատարության ու ջերմության համար։ Սիրելի ընկերչարչան, նաև հայտնում ենք շնորհակալություն ձեզ, ձեր նվիրվածության և անսահման հոգատարության և ձեր կատարած աշխատանքի համար։ Այս տարիների ընթացքում մենք դարձել ենք ավելի, քան պարզապես հասցնկերներ։ Մենք միասին ենք մեծացել, միասին սովորել, սխալվել, հաղթահարել, ծիծաղել ու երազել։ Մենք դարձել ենք ընտանիք առանց ազգակցական կապի, այլ բաց սրտով։ Դասամիջոցների ճնշածող ծիծաղները, վերջին րոպեին սովորած դասերը, գաղտնի հաղորդագրությունները փոխանցված թեթրի տակով։ Այդ բոլոր մանրուքները այսօր տանում են անսահման թանկ հիշողություններ։ Այս կապուշերին ու ես ու դու իրար կողքին կանգնած ենք դες կրկին չկա որ շոթավեր է ուշեր եմ կարողած կպարտ է որ ու եմ կեցել ճանապարհ
մեծ դեր ունեցել մեր դպրոցական կյանքում, հաճախ անտեսանելի, բայց միշտ կարևոր։ Նրանց, ովքեր ապահովել են իրենց մաքուր ու հարմարավետ միջավայրով։ Նրանց, ովքեր պատրաստել են համեղ ու օգտակար ուտեստներ, ովքեր ղեկավարել են մեր դպրոցի տեխնիկական մասը, մեր բուժքրոջը, ով ոչ միայն բուժել է մեր փոքրիկ վերքերը, այլ նաև տվել է ջերմություն, որն ավելին է, քան պարզապես դեղամիջոցը։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում հանքավաճառական այն անձնակազմին, ովքեր իրենց նվիրումով և հոգատարությամբ աջակցել են սաների կրթությանը և դաստիարակությանը։ Ձեր մասնագիտական աջակցությունը, ձեր վերաբերմունքը և հետևողականությունն իրենց ակնհայտելիքներն են ունեցել յուրաքանչյուր սովորողի կայացման ճանապարհին։ Արգելի ընկեր Տերոպյան, չնայած այսօր ձեր դպրոցում ներկա չլինելուն, ձեր անսահման ջանքերը միշտ կմնան մեր հուշերում, ձեր կատարած աշխատանքը դպրոցի զարգացման գործում անգնահատելի է։ Սիրելի ընկեր Տերոպյան, ձեր ուշադրությունը մեր հանդեպ չափազանց մեծ է։ Դուք կարողանում եք ձեր դասանում լինելու մեկ րոպեի ընթացքում բիզնես բոլոր աշակերտների հանդերձանքը։ Ձեր անսահմանները ստիպեց մեզ գալ աշակերտ և վայելել այսքան հարազատ դարձած դպրոցական տարիները։ Ներկա, բացակա, ներմեկում չկա, ոչ ոք ուշացած, անդակ դպրոց չկա։ Համեր, մենք չենք մոռացել, որ դուք մեզ մեր պատրաստ սուրճ եք վար, իսկ մենք ձեզ մեր դուք լիգերով ամեն եկա։ Սիրելի ընկեր Սևոյան, դուք ոչ միայն ղեկավար եք, այլև բարի ընկեր, աջակցող ուսուցիչ ու վստահելի խորհրդատու։ Ձեր յուրաքանչյուր խոսքը հարստացնում է մեզ, ձեր խորհուրդներն առաջնորդում, իսկ անկոտրում կամքը ուժ ու համախմբվածություն պարգևում։ Թող ձեր ջանքերը միշտ արդյունավոր լինեն, թող ձեր կյանքը լցվի առողջությամբ, երջանկությամբ և անսահման ուրախությամբ։ Շնորհակալություն, որ քաջությամբ, խելամիտ մոտեցմամբ ու սրտի ճշմարտությամբ ուղղորդում եք մեզ, դառնալով մեր կյանքի և հաջողությունների կարևոր խթանը։ Արգելի հյուրեր, վերջում լրություն պահպանենք։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ընկեր Գևորգյանին և ընկեր Կարապետյանին։ Նրանց նվիրվածությունը, անսպառ աշխատասիրությունը և բարությունը դարձան հիմնականներ, որոնք այսօր պահում են դպրոցի շունչն ու արժեքները։ Ձեր թողած ժառանգությունը ձեր շատակը միշտ վար կմնա մեզ հետ։ Արգելի ընկեր Մամիկոնյան, դուք միշտ օրինակ եք, թե ինչպես պետք է լինել ուժեղ, արդար և համբերատար։ Ձեր ղեկավարությամբ դպրոցը դարձել է մի ընտանիք, որտեղ արժեքներն ու համախմբվածությունը առաջնային տեղ ունեն։ Այդ դպրոցը մեզ համար եղել է ոչ միայն սովորելու, այլև մեծանալու, մտածել կարողանալու և արժանապատվություն կերտելու վայր։ Դուք ոչ միայն լուծում եք առօրյա խնդիրները, այլև ապագայի հեռանկարը, օգնելով մեզ հասկանալ մեր ուժեղ կողմերն ու կարողությունները։ Այսօր մենք պատրաստվում ենք լքել դպրոցը, բայց ձեր տված արժեքներն ու սովորությունները տանենք մեզ հետ դեպի նոր կյանքի փուլ։ Շնորհակալություն, որ մշտապես բարելավում եք մեր դպրոցն ու կրթական միջավայրը։ Արգելի մայրիկներ, այսօր, երբ մեր դպրոցական ճանապարհը մոտենում է ավարտին, ցանկանում ենք ամբողջ դասարանի անունից խորին երախտագիտություն հայտնել ձեզ, մեր սիրելի մայրիկներ։ Դուք եք եղել մեր առաջին ուղեկիցները, ձեզնից ենք սովորել սիրել, հավատալ, պայքարել ու երբեք չարացնել։ Ձեր հոգատարությամբ, համբերությամբ ու անսահման սիրով օգնեցիք անցնել այս տարիները, կանգնելով մեր հոգին թե ուրախ, թե դժվար
բարերի։ Դուք եք մեր առաջին ուսուցիչները, մեր ամենամեծ աջակցությունը։ Ձեր աչքերում ենք տեսել հավատը մեր հնարավորությունների նկատմամբ, ձեր խոսքով ոգեշնչվել, ձեր սիրով ուժ ստացել։ Այսօրվա մեր փոքրիկ հաղթանակը վերջին զանգի օրը, ձեր մեծ ներդրման արդյունքն է։ Շնորհակալ ենք ձեզ ամեն բանի համար, սիրում ենք ձեզ ամբողջ սրտով և խոստանում, արժանի կլինենք ձեր արած ամեն մի ջանքի։ Ջերմ ժպտում եք մենք իրար, մեր մեջ հուշերն են նույնվար, ուրախ տխուր են խորերը, իսկ շուրջը տակայացքներ են, դեմքեր են այնքան հարազատ, մենք ձեզ ասում ենք մնան բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր, ուսամոտ տարիներ, մենք ձեզ ասում ենք մնան բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր, ուսամոտ տարիներ։ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներնով, այսօրվանից յակնաթել կանչում է մեզ նոր այլապեր, և սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան, այսօր հրաժեշտի օր է, բայց երբեք մի նոր հանդիպման։ Մենք ձեզ ասում ենք մնալ բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր, ուսամոտ տարիներ, մենք ձեզ ասում ենք մնալ բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր, ուսամոտ տարիներ։ Մենք ձեզ ասում ենք մնալ բարով, մեր սիրելի ուսուցիչներ, բայց ունենք որ գնանք դուք կլինեք, միշտ մեզանից անբաժան։ Սիրելի ինքերներ, ապագա զինվորներ, շուտով ձեր առջև բացվելու են նոր, պատասխանատու ճանապարհ։ Դուք գնում եք պաշտպանելու այն հողը, որի վրա մեծացել եք, այն տունը, որտեղ սիրում են ձեզ, և այն մարդկանց, ովքեր հպարտանում են ձեզնով։ Ձեր վրա դրվելու է զինվորական մեծ պատասխանատվություն, բայց սրտում մնալու եք այն տղաները, ում ճանաչել ենք, բարի, ընկերասեր, խիզախ ու ժպտերես, սպասելու ենք ձեզ, հպարտանալու ենք ձեզնով։ Vai, come dure, passe, and you might learn to pass it.
իշխող էր մեր կյանքի գրքում, իր էր հիշողություններով ու արժեքավոր դասերով։ Շնորհակալություն բոլորին, ներկայության, ներդրման և սրտանց վերաբերմունքի համար։ Ուզում ենք առանձնակի շնորհակալություն հայտնել նաև մեր հագուստի համար Լուիզ Զահավակյանին, բեմի զարդարանքի և ձևավորման համար ընկեր Վիկային և Լիլիթին։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք Տեր Միքայելին։ Մի կարևոր, բայց հումորի մասին։ Կներկայացնենք, թե ինչպիսի դասարան է եղել այս 12 տարիների ընթացքում։ Մենք եղել ենք այդ դասարանը, որի վերջին զանգը պիտի լիներ 25:0:25-ին, բայց եղավ 24:0:25-ին։ Մենք եղել ենք այն դասարանը, ով կապված է 25 թվի հետ։ Նույնիսկ մեր դասղեկի դպրոցում աշխատելու 25-րդ տարին է լրանում։ Մենք եղել ենք այն դասարանը, որ էքսկուրսիան առաջին անգամ անցկացրեց Վրաստանում ու հետ գալուց մնաց անցակետում։ Մենք եղել ենք այն դասարանը, որի պարուսույթը հենց իրեն դասարանից էր։ Մենք եղել ենք այն դասարանը, որ 12 տարվա ընթացքում փոխել է 7 դասեր։ Մենք եղել ենք այն դասարանը, որ վերջին տարին անցկացրեց 3.5 պատերի ներսում։ Մենք եղել ենք այն դասարանը, որ միշտ օգնել ենք սրափոպարին։ Սրափոպար, մեր փողերը և պտի դաս։ Մենք եղել ենք այն դասարանը, ում համար կարևոր չի թե էքսկուրսիան որտեղ կլինի, կարևորը դինամիկ ունենա։ Մենք եղել ենք այն դասարանը, որ քայլելու փոխարեն դեմ բարձրացանք մեքենայով։ Մենք եղել ենք այն դասարանը, որի վերջին զանգի սպասել են բոլորը։ Եվ վերջապես մենք լինենք այն դասարանը, որը երբեք չի մոռանա։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք Տեր Միքայելին։ Անվոր և ուղույսը կամեն, այդ մեր, որ եղիս ես, սուտ եղիսյանքով, եղիսի արկայությունքով, եղիսի կամքով, որպես հետինը սևերվին, սարս մեր հանապազոր, կուրնեց այսօր, և կող մեզ սպարտիս մեր, որպես էր մենք կողում կեղոս պարտավանանչ, և իրանից մեզ իպորցություն, այլ կրգյարից մեզ իչար է, զիվարկայություն և զորություն և պարակավիյանս ամեն, պահպանիչ և սավադացելոս Քրիստոս ասվածներ, բահիաբատս բարյալ ժողորդս, զնողսս և զաշագերդս և զդոնորությունս, ընկովանյավ սուպ և պատվարան խաչի խաղության, բրգա հերևել և աներևույթ դշանգույն, արժանավոր յակոլջան բարավորս կես, ընդհորդ և ընցրկողվույթ, արժն և միշտակյան սավիդեից ամենրամեցեք։ Ողջույն սիրեմ ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս, հատկապես այս տարվա 2025 թվականի շրջանավարտներին։ Բոլորիդ կանխում են, ցանկանում եմ առողջություն և խաղաղություն։ Վահանուտ 12 տարիներ անցկացրեցիք, գիտելիքներ ավելացնելով, սովորելով, լեզուներ և ամեն մի բան որ հետ ունեք, ձեզ հայտը որ չդրվեց։ Իմ հասավ բահը որ դուք ձեր կյանքի առաջ պիտանեք ընտրություններ ասպարեզի։ Թե ինչ պիտի ընտրեք, ինչ պիտի սովորեք համալսարանում և պիտի սկսեք աշխատանքին։ Այո, կարող է լսեք, աչիկ ծախից համոզվեք, մի ասպարեզ որ ձեր հետ արգահարմանվի, սա մի լավ տարբերակ է։ Երկրորդ տարբերակը կարող է դուք էմոցիոնալ հսկայրանքներով, հսկացումով համոզվեցիք և պիտի սկսեք որոշում։ Բայց այս երկուսից ավելի կարևոր մի բան կա, որ ձեզ այսօր ամենակարևորն է։ Իմաստություն։ Ձեզ պետք է ձեր առաջին կյանքի քայլը ունենաք իմաստություն։ Դա էլ միայն ու միայն մեր եկնավոր հայերը։
դա բոլորիս գիտե լավակույնը, որովհետև եթե ուրիշ տարբերակով շարժվեք, սիրելիներ, կարող է մի որ հուսախապ մնաք, Աստված չլինի, բայց կարող է։ Բայց երրորդ տարբերակը, որ Աստվածային իմաստությունը ձեր կյանքի մեջ կմտնի, ձեր միտքերը կբացվեն, այո կլինեք հաջող հայ քրիստոնյա մարդ, ամենակարևորը։ Դրա համար իմ աղոթքս եւ որդորն է ձեր բոլորիդ, երևույթ է նախքան ձեր կնանալը, խնդրեք հորից իմաստություն, եւ առավոտ որ դառնանք շուտ, ակնկալեք որ Աստված յուրաքանչյուրի բացե միտքը եւ պիտացե պահանջքը ձեր անգես պատասխանը։ Այնպես որ աղոթում ենք Աստված յուրաքանչյուրի համար, որովհետեւ կարողանանք ճիշտ ընտրությամբ կյանք անցկացնենք։ Նաեւ սիրելիներ, ճիշտ է կյանքը քաղաքներ, երկիրներ ձեզ կհրապուրեն, բայց միշտ մի հիշեք այդ դրոցը ձեր ուսուցիչները, ձեր դնորենությունը, ձեր եկեղեցին։ Այդ որ ձեր բաբերը աշխատեցան, դարավեցին, պայքար դարեցին, հաստատելով հայ դպրոց, հայ մշակույթ եւ հայ եկեղեցի։ Սա լինեք ձեր իշխողության մեջ, ինչպես որ այսօր ձեր պիտի մնա իշխողության մեջ, որպես երազ։ Իմ խնդրանքս է բոլորիդ հաստատվեք ձեր համայնքի մեջ պանիկում, որովհետև դրանից լավագույն դեպք չկա, որ կվահեք ձեր հայ ընտանիքի սրբությունը, ինչպես նաև կրկինական շնորհակալություն պիտի հայտնեմ դնորենության ուսուցիչներին, որովհետև դուք պատահական չեք ընտրած այս մասնագիտությունը, պատահական չէ, որովհետև այս մասնագիտությունը ամեն ինչ առաջ կպահանջի զոհություն, եւ դուք ընտրել եք մի ասպարեզ, հայ դպրոցի մեջ աշխատել, սերունդներ պատրաստել, դա հիմնված լինելով զոհության, այնպես որ աղոթում ենք յուրաքանչյուր հարստված, ձեր ընտանիքներում խաղաղություն, համբերություն, որովհետև ձեր ուսերի վրա կա մեծ պարտականություն։ Հայ դպրոց նշանակում է ասկի, մեր հայացքի հիմքը հայ եկեղեցու հետ։ Կրկին անգամ երրորդ ասել շնորհակալություն Մաշտոց Վարդապետին, որ քիրու քրականությունը հիմնեց, հաստատեց եւ այսօր արով շատ ձեր կրում են, աղոթում են բոլորիդ, որպեսզի կարողանաք ձեր առաքելությունը կատարել։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Փոխանցում ենք դպրոցի տնօրեն պարոն Մամիկոնյանին։ Հարգելի հյուրեր, սիրելի մանկավարժներ, աշակերտներ, ողջունում եմ բոլորիդ։ Ճիշտ ասած, այսօր ասպետարանից պետք է ներկայացուցիչ կար, ասպետի ուղերձը կարտալու համար, բայց շահմանեց ես փորձել կարտալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ուղերձը Էրջիտասի արդիվ։ Սիրելի շրջանավարտներ, սրտան շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա Էրջիտասի արդիվ։ Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, լի բարդ գունեղ հիշողություններով, ուրախ և տխուր պահերով։ Թեև հիմնական դպրոցին հրաժեշտ տվող աշակերտները դեռ վայելելու են դպրոցական կյանքի վերջի տարիները, ավագ ու միջին միջնակարգ դպրոցի ավարտող շրջանավարտների համար այն օր կյանքի սկիզբն է ազդարանում, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը անելիք և ասելիք ունի։ Այսօր ուսումնական տարվա ավարտը ձեզ համար առանձնահատուկ ու անմոռանալի է, քանի որ այսօր մի նոր էջ է բացվում, մանկությունից անցում ենք կատարում դեպի հասուն կյանք, և պետք է կարևոր որոշում կայացնենք։ Խոսքը մասնագիտական ընտրության մասին է։ Լիահույս եմ դպրոցական տարիների սիրելի ուսուցիչների ամենացորդ նվիրումի շնորհիվ կարողացել եք այնպիսի գիտելիքներ և հմտություններ կուտակել, որ ճիշտ կողմնորոշվեք և հաստատուն քայլերով առաջ կգնաք ողջ կյանքում։ Համոզված եմ,
Նրանք ձեզանից յուրաքանչյուրի փոխանցել են գիտելիք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք զարգացնելու է կյանքի հաջորդ շրջափուլերում։ Բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, երազանքների իրականացման, անխոչնդոտ ճանապարհ։ Ձեզ բարի երթ, հարգանքով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։ Իսկ հիմա իմ խոսքը մեր սիրելի շրջանավարտների։ Փանիկի միջնակարգ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա սիրելի շրջանավարտներ։ Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցը ավարտելու խորհրդանշական այսօրվա արդիվ։ Այսօր դուք հրաշեր եք տալիս ձեր ջերմ ու հարազատ դարձած դպրոցին, հարգելի և սիրելի ուսուցիչներին։ Դպրոցական տարիները անցնում են մի ակնթարթի նման, անմոռանալի հիշողություն ու մնայուն հետք ունելով բոլորի կյանքում։ Այդ տարիները կրթվելու, սիրելու, երազելու, կյանքում մարդկանց ճանաչելու, ինչու՞ չէ նաև ինքնաճանաչման տարիները։ Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Փանիկի միջնակարգ դպրոցի սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ դարձած կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցկացրել եք ձեր մանկության ու պատանեկության լուսավորելու օրերը, լի վար երազներով ու նպատակներով։ Ձեր համար այսօր ավելի կան պարտավորեցնող ու պատասխանատու է, քանի որ նոր կյանք եք մտնում, որտեղ առավել առանցքային որոշում եք կայացնելու, մասնագիտություն եք ընտրելու։ Հիշեք պարզ ճշմարտություն, կայուն ու հիմնարար գիտելիքը լուսավոր ապագայի ամենամեծ երաշխիքն է։ Ուզում եմ հավատալ, որ ձեզանից յուրաքանչյուրը առաքելություն ունի այս կյանքում։ Բանիմաց ու գրագետ մասնակետ լինելու զատ շատ կարևոր է լինել լավ մարդ ու հայրենասեր քաղաքացի։ Հարգելի մանկաբարձներ, գիտեմ, որ այսօր ձեր ոգում միախառնվել է հուզմունքն ու պատասխանատվության զգացմունքը դպրոցից հեռացող ձեր աշակերտների համար։ Վստահ եղեք, ձեր բարդ ու հարգանքի խոնարհումի արժանի աշխատանքի արդյունքում մենք ունենք հիանալի սերունդ։ Շարունակեք նույն ոգով և ջերմերանդությամբ կատարել սերունդներ կրթելու ձեր առաքելությունը։ Իսկ հիմա անդրադառնանք մեր տղաներին, ովքեր մեկ ամսից կամ մի քանի ամսից համալրելու են մեր զինված ուժերի շարքերը։ Սիրելի տղաներ, դպրոցի տնօրենությունը և ամբողջ անձնակազմը բարի ծառայություն են մաղթում իր շրջանավարտներին։ Մենք հավատացած ենք, որ դուք պատվով կկատարեք ձեր վրա դրված պատասխանատվությունը և պարտականությունները և փառքով ու պատվով կվերադառնաք ձեր օջախները։ Ձեզ բարի ծառայություն և աղանդ երկինք։ Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա արդիվ, մաղթում եմ բոլորիդ բարի երթ, կանաչ ճանապարհ, մեծ կյանք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ուրեմն նաև օգտվելով առիթից, հարգելի հյուրեր, սիրելի ծնողներ, աշակերտներ, այսօրվա տոնական օրը ուզում եմ մի փոքր պաշտոնական դարձնել։ Բոլորս գիտենք, որ մենք դպրոցական առարկայական օլիմպիադայում 8 օրեր ունենք հանրապետական փուլում։ Ես ուզում եմ Փանիկի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրել։ Դրա համար եմ հրավիրում մեր սիրելի Գրիգոր Սևոյանին, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալին։ Ուրեմն հանրապետական փուլում Գերմաներեն առարկայից մեր 12-րդ դասարանի հանդիպատեղությանը գրավել է ավելի շուտ պարգևատրվել է 3-րդ կարգի դիպլոմով, որը պարգևատրի Փանիկի միջնակարգ դպրոցի պատվոգրով Գրիգոր Սևոյանն է։
առաջկայի օլիմպիադայի հանրապետական տուրի երկրորդ կարգի դիպլոմ ստանալու համար մաղթում ենք, որ սա դառնա քո հետագա հաջողությունների սկիզբը մեկնարկի։ Պարգևատրվում է Փամիկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Հերմինե Արկադի Դավոյանը ՆԶՊ առաջկայի օլիմպիադայի հանրապետական տուրում 3-րդ կարգի դիպլոմ ստանալու համար։ Եվ բազմապատվեք, տասնապատվեք այս դիպլոմատիկ սովորողներով։ Նաև ես ուզում եմ պարգևատրել մեր ուսուցիչներին, ովքեր որ ջանք ու երանք չեն խնայել մեր երեխաներին, հասցրել են հանրապետական փուլ, տվել են գիտելիք։ Գերմաներենի ուսուցիչ ընկեր Քուրքյան, համեցեք։ Եվ ընկեր Մարտիրոսյան, դուք եք համեցեք մեր ընկերները։ Փամիկի միջնակարգ դպրոց բուլակի գերմաներեն ուսուցչուհի Նայնե Անտոշիկ-Մուշկյանին իր բազմահաստակ աշխատանքի մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծագույն վաստակի կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկար տարիների անմնացորդ աշխատանքի համար մեծ հաճույքով Դրվում է Փամիկի միջնակարգ դպրոց բուլակի ՆԶՊ-ի ուսուցիչ Հովհաննես Սամվելի Մարգարյանի մատաղ սերնդի դաստիարակության սերունդներ կրթելու, դժվարին ու պատասխանատու գործը պարտքով ստանձնելու, հայրենասիրությունը դպրոցում բնավորություն դարձնելու և անմնացորդ նվիրումի համար։ Շնորհակալություն, երկու խոսք էլ ասեմ ու վերջացնեմ։ Ուրեմն, ինչպես միշտ Փամիկի միջնակարգ դպրոցը անտարբեր չի մնում բուհական դպրոցության քննություններից, ասեմ, որ 25 աշակերտներից այս տարի ունենք արդեն իսկ 15 աշակերտ, ովքեր որ ընդունվել են բարձրական ուսումնական հաստատություն։ Եվ ունենք Եվ ունենք նաև 3 աշակերտ, ովքեր որ բարձրագույն են, բայց ներքին բուհական քննությունների են մասնակցել։ Նաև դրա համար եմ շնորհավորում։ Մնացածը միջին մասնագիտական և այլ արհեստագործական ինստիտուտներ են հաջողվել։ Շնորհակալություն, շատ ապրեք աշակերտների ջան, սիրելի շրջանավարներ։ Ուզում եմ հիշեցնել, որ հանրապետական դպրոցական օլիմպիադայում 3-րդ կարգի դիպլոմ ստացողները կրթության գիտության նախարարության կողմից կրթաթոշակների են արժանացել 60,000 դրամ, որը փոխանցի դպրոցը երեխաների հաշվին, իրենց հաշվի համարին։ Շնորհակալություն բոլորից հետ, ընկեր Նահապետյան, հատուկ շնորհակալություն ձեզ։ Այս դժվար պայմաններում տալիս չունենալու դպրոցում, տալիս չունենալու պայմաններում, այդ նեղ պայմաններում կարողացեք գեղեցիկ, լավ մշակված միջոցառում կազմակերպել, որի համար շնորհակալություն եմ հայտնում իմ կողմից և տնօրենության անունից։ Շնորհակալություն բոլորիս։ Շրջանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ վերջի զանգի կապակցությամբ։ Իմ համար
շուրջ 40 տարի եւ ավել, այսօրը շրջանավարտներին հաջողություններ եմ ցանկացել ու միշտ այսպես սրտի թողով, որովհետև սա է ճիշտը, ձեզ հաջողություն եմ ցանկանում ու այսօր Մամիկոնյանը, որ ասեց արդեն 25-ից 15-ը արդեն բարձրական ուսումնական հաստատություններն ընդունել է, դա ողջունելի է, դա մանկավարժական կոլեկտիվի ծնողների եւ ձեր աշխատանքի արդյունքն է։ Սրտանց շնորհավորում եմ, լինեք լավագույնը ձեր մասնագիտական բնագավառում, լինեք լավագույնը մարդկության բնագավառում։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, բարի երթ։ Երկրորդը մանկավարժական կոլեկտիվին Գեր Մամիկոնյան, ձեզ բոլորից իրոք շնորհավորում եմ, բոլորիդ հաջողությունն է, մեր հաջողությունն է։ Այսօր եթե նայում ես Հանեկի միջնական դպրոցի ուսումնական պրոցեսի արդյունքը սա է, իսկ որ հետին հայացք ես գցում, այսօր միջնակարգ դպրոցի հրապարակը եւ դպրոցը դարձել է շինարարական հրապարակ, որը դա բոլորիս արդյունքն է եւ հույս ունենանք, որ 25-26 ուսումնական տարին մենք ունենանք նոր վերանորոգված դպրոց եւ ավելի հարմարավետ ու մեր սիրելի երեխաները ավելի ըմբռնումով կմոտենան ուսումնական պրոցեսին։ Ձեզ նորից շնորհավորում եմ, սիրելի մանկավարժներ, ձեզ հաջողություն, ձեր պատվաբեր աշխատանքի երբեք չընկճվեք, որովհետև ձեր աշխատանքի արդյունքը սա է։ Մենք բոլորս գիտենք, այս սա է առաջին զանգ եւ վերջին զանգ։ Արի գալուց դպրոց, վերջի զանգ։ Սա է ձեր աշխատանքի արդյունքը։ Սրտանց շնորհավորում եմ Գեր Մամիկոնյան ձեզ, ձեր կոլեկտիվին։ Սիրելի ծնողներ, մենակով ոչ մի բան չի լինի։ Աշակերտ, դպրոց, ծնող կապը, իմ խնդրանքն է, իշքան այդ կապը լավ լինի, մենք ունենանք լավագույն երեխաները, լավագույն աշակերտները, լավագույն ուսումը։ Երբ կտրեց այդ կապը, մենք չենք ունենա։ Սա է ընդհանուրը, նաև շնորհավորում եմ ձեզ այսօրվա համար, նաև այստեղ տեսնում եմ նաև ավելի շատ պապիկ տատիկներն են ուրախացած, քան թե ծնողները, սիրելի պապիկ տատիկներ, նաև ձեզ եմ շնորհավորում այս գեղեցիկ եւ ուսուցանող միջոցառումը կազմակերպելու համար։ Ու հատուկ նաև Նավետյանը շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Այս երկու օրվա ընթացքում ես եղել եմ բազմապիսի դպրոցներում, միջոցառումներին եւ ասեմ, որ հանկարծ չմտածեք, թե մերն է, իմն է, դրա համար եմ ասում, լավագույն միջոցառումներից մեկն է սա, սա աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն Գեր Նավետյան, որտեղ ես, նաեւ իր գիտամանկավարժական ու իր աշխատանքի համար։ Սիրելի երեխաներ, այսօրվա ամենամեծ ձեռքբերումը ձերն է, ձեր տասվեկի հետ, բարի երթ ձեզ կանաչ ճանապարհ, վերջին մի ցանկություն է, ասեմ, որ թող մեր երկրին խաղաղություն լինի, ինձ թվում է մենք ամեն վիճակից մեր հայացքը կարող է դուրս գալ։ Շնորհակալություն ուշադրության։ Շնորհավորում եմ բոլորիս երեցիկ տոնի կապացությամբ։ Չեմ հիշում մի այնպիսի տոն, որը իսկան հակասական զգացողություն է կարող ներշնչել մեզ։ Եվ ուրախություն և թախից թևանցուկ քայլում էին այս բեմի վրայով, սիրելի երեխաներ։
Անդեկատ կրկին մեր կողքով անցավ ևս մեկ տարի, փորձալու տատիկի նման ասեղնավորվեց ձեր հեքիաթը ևս։ ԵՒս մեկ սերունդ ենք մենք ճանապարհում, դեպի կյանք։ Ճանապարհում ենք լի հույսերով, հավատով որ ավելի լավ է լինելու, եւ այդպես էլ կլինի։ Ձեզանից յուրաքանչյուրը նստած ես մտածում եմ, որ դեզակարգել է արդեն միշտ եզերական աշխարհը։ Այն կոչել իր անունով ու այն լցրել լույսով։ Թող այդ լույսը երբեք չմարի, միշտ վառ շողշողա ձեր կյանքի ճանապարհին։ Եթե դժվարություններ են լինելու, եթե ընկնելու եք, քավ լիցի Աստված չանի, չծնկեք, ծնկեք միայն Աստծո առաջ։ Եթե նեղվելու եք, ոչինչ, ազատությունը շատ սիրեք, բայց երբեք սանդարտած չդառնաք, որովհետև մի ամբողջ կյանք է, որ ապրեք, դուք մնալու եք մեր աշակերտը։ Մենք հպարտանալու ենք ձեր յուրաքանչյուր ձեռքբերումով և կդխենք Աստված չանի, եթե ինչ-որ բան այն չլինի։ Սիրելիներս, մաղթում եմ, որ ձեր ուղին միշտ հաղթողի ուղի լինի, նվաճողի ուղի լինի, թող կապույտ երկինք լինի։ Ցանկանում եմ, որ ձեր ճախրը միայն Աստծոյին լինի։ Գրքում համբուրում եմ բոլորիդ, շատ սիրում եմ բոլորիդ։ Հրավիրում փոխտնօրեն Տեր Գրիգորյանին։ Սիրելի շրջանավարտներ, սիրելի ներկաներ, թույլ տվեք միանալ շնորհավորանքներին և ասել իմ սրտի խոսքը։ Քիչ առաջ նստած մի պատմություն հիշեցի, սիրելի շրջանավարտներ, կուզենայի, որ պատմեի ձեզ։ Ուրեմն մի անգամ մի աղջիկ և տղա գնում են Աստծու մոտ։ Աղջիկը Աստծուց խնդրում է գեղեցկություն, իսկ տղան խելք և իմաստություն։ Աստված բաշխում է նրանց այդ բարիքները։ Իսկ երբ հեռանում են, Աստված կորում է։ Եթե չլինի երջանկություն, ո՞րն է պետք խելքն ու երջանկությունը։ Երեխեք ջան, ես ձեզ երջանկություն եմ ցանկանում։ Ուր էլ գնաք, ինչ էլ դառնաք, ամեն քայլի, ամեն քայլափոխի երջանիկ եղեք, ամուր եղեք, երկու ոտքերի վրա պինդ կանգնած, ուժեղ եղեք և երբեք մի ծնգեք, ճիշտ ասեց Ուգեր Սիրոյանը, եթե ծնգեք, միայն Աստծո առաջ։ Ես կցանկանամ, որ դուք ամեն պահի հիշեք, որ Աստծո ընտրյալներ եք, բարի ճանապարհ ձեզ, Աստված ձեզ հետ, սիրում եմ ձեզ։ Կողմից իր սրտի խոսքն է ուզում փոխանցել մեր շատ սիրելի Նիգեր Թորոսյանը։ Սիրելի շրջանավարտներ, իմ սրտի խոսքն եմ ուզում ծնողական հանրության կողմից փոխանցել ձեզ, ձեզ համար պատասխանատու և շատ նշանակալից այսօրը։ Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, մեծամեծ բարձունքներ, զինվորագրվելու պատրաստ մեր տղաներին խաղաղ երկինք, խաղաղություն և բոլորիդ անսահման սեր ու ջերմություն։ Հարգելի ներկաներ, ծնողական հանրություն, ես ուզում եմ ձեր բոլորի անունից իմ շնորհակալության խոսքը հղել Անիկի միջնակարգ դպրոցի տնօրինությանը, ուսուցչական սիրելի կոլեկտիվին, իրենց արած այս մեծագույն աշխատանքի համար։ Ահա ձեր առջև կանգնած են ևս մի սերունդ, որ դուք հերթական մի սերունդը ճանապարհում եք դեպի կյանք։ Դուք և ես ցանկանանք նրանց բոլորի բարի ճանապարհ, խաղաղ երկինք, հաջողություններ, մեծագույն նվաճումներ։ Մենք մեր երեխաներին 7 տարեկան, 12 տարի առաջ ձեռքներից բռնած բերել ենք հանձնել ձեզ և ահա տեսեք, թե դուք ինչ եք զարկել նրանցից։ Այդ թոթովախոս մանուկները այսօր դարձել են պատասխանատու պատանիներ և աղջիկներ, պատրաստ կյանքի դժվարությունները հաղթահարելու։ Դուք դասարանից դասարան,
փուլ առ փուլ նրանց սովորեցրել եք, կրթել եք, տվել եք ձեր խորը ակադեմիական գիտելիքները նրանց, զինել եք այդ գիտելիքներով եւ բացի գիտելիքներից ամենակարևորը, որ պիտի ասեմ, դուք նրանց դաստիարակել եք, սովորեցրել եք, թե ինչ է ընկերն ու ընկերությունը, հայրենիքն ու հայրենասիրությունը, հավատը, կրոնը, եկեղեցին իրենց կյանքում, թե ինչ է պատասխանատվությունը ընկերոջ նկատմամբ եւ պատասխանատվությունը ստանձնած աշխատանքի նկատմամբ եւ համոզված եմ, որ այդ գիտելիքները նրանց կյանքում շատ են պետք գալու։ Եվ ուզում եմ ասել, որ ձեր տված գիտելիքները անփոխարինելի են լինելու ամբողջ կյանքի ընթացքում։ Ահա ձեր առջև կանգնած են ձեր աշխատանքի արդյունքները։ Վաղվա մեր հասարակության զինվորն ու շինարարը, բժիշկն ու գիտնականը, ուսուցիչն ու գյուղատնտեսը, նրանք մեր ապագան են։ Եկեք ամբողջ սրտով հաջողություններ ցանկանանք նրանց։ Իսկ ձեզ սիրելի մանկավարժական կոլեկտիվ, հայտնում ենք մեր ծնողների կողմից մեր խորին երախտագիտությունը, որը մի պարզ բառով ուզում եմ ձևակերպել այսպես. շնորհակալություն։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք մեր անկրկնելի Գերգ Նահապետյանին։ Իրականում շատ դժվար է այսօր ինձ համար արտահայտվելը, քանի որ ուզում եմ կրկնակել, որպես ծնող եւ որպես իմ 25 գանձերի ծնող, շատ դժվար է այս հրաժեշտի պահը։ Իրականում մտածում եմ, որ ուզմունք կլինի, բայց որ այս աստիճան չէի սպասում։ Դժվարանում եմ արտահայտել այն բոլոր ցանկություններս, որոնք կան սրտումս։ Պարզապես կարելի ասել հայրենում եղած են բոլոր բառերը, որ փնտրում էին, որ բառերը ընտրեմ արտահայտելու համար, լիարժեք չէին բավարարում, որ կարողանամ իմ բոլոր հույզերը, ցանկությունները, մաղթանքները տղեր ձեզ։ Իմ սիրելի աշակերտներ, այս զանգը, որ այսօր հնչեց ձեզ համար, դա մի բաժանարար սահման է, թե ձեր անցյալի, ձեր մանկության և ձեր ապագայի միջև։ Անցյալի և վաղ գեղեցիկ հուշերը պահեք միշտ ձեր սրտում։ Իսկ ապագան դեռ առջևում է։ Միշտ հաղթանակած, միշտ գլուխներդ բարձր, ուզում եմ, որ շարժվեք առաջ։ Հպարտանում եմ, որ եղել եմ ձեր դասղեկը։ Եվ չեմ ուզում իմ հպարտությունը ավարտվի միայն այս դպրոցական ձեռքբերումների արդյունքում։ Ուզում եմ հպարտանալ նաև ձեր ապագա կյանքի ընթացքում ձեր ձեռք բերած բազում հաջողություններով, որոնք իրոք ուրախացնեն ինձ և ոչ միայն ինձ, ձեր ծնողներից բացի նաև մեր ողջ մանկավարժական կոլեկտիվին։ Խոսքս էլ չեմ կարողանում շարունակել իրականում, բարի երբ ձեզ իմ գեղեցիկ սիրելի